Շատ հարցեր ունեն լոռեցիները Սամվել Կարապետյանին, հասել են Երևան, նրա տուն, անձամբ ստանալու այդ հարցերի պատասխանները։ Տնային կալանքի պատճառով ուժեղ Հայաստանի առաջնորդը չի կարողանում իր թիմի հետ քարոզարշավի դուրս գալ, դրսում շփվել քաղաքացիների հետ։ Ալիևի մարզպետին բարով խերով ճանապարհելու ենք, Ալիևի փճած փուճիկը միասին տրակացնելու ենք ու սկսելու ենք կառուցել շատ լավ երկիր։ Կարապետյանը խոստովանում է, էմոցիոնալ կապվածություն ունի Լոռիի հետ, քանի որ Տաշիրում է ծնվել մեծացել։ Հիշում է, երբ ինքը դպրոց էր գնում, 700-ից ավելի աշակերտ էր սովորում իր դպրոցում։ Հիմա այնտեղ սովորողների թիվը 7 անգամ պակաս է։ Մենք որ սովորում ենք դպրոցում, 750 երեխա ենք սովորում։ Հիմա մնացել ընդամենը 130 երեխա, դուք պատկերացնում եք ինչ կան անկում կա։ Ուժեղ Հայաստանի թիմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանք չունենալու պատճառով են հարազատ գյուղերը ստիպված լքում լոռեցիները։ Հակառակ դեպքում ոչ ոք դուրս չէր գա Լոռիից, վստահ է Սամվել Կարապետյանը։ Ընտրվելու դեպքում խոստանում է աշխատանքի պակաս լոռեցիները չեն ունենալու։ Լոռին դառնալու է աշխարհի ամենաաշխույժ տուրիստական ուղղություններից մեկը։ Բացի տուրիզմից մենք շատ լուրջ նայում ենք, ուսումնասիրում ենք Վանաձորի կորցրած արտադրական պոտենցիալները վերականգնելու համար։ Գլխավորը մենք պետք է ապահովենք աշխատատեղեր։ Կարապետյանը հերքում է իշխանական քարոզչամեքենայի տարածած թեզը, թե ինքը կամահրանքով է խոսել դպրոց կառուցելու, ասֆալտ փռելու մասին։ Պնդում է, իր խոսքերը կոնտեքստից կտրել են։ Իմ խոսքը վերաբերվել է, եթե այդ գյուղերում մարդ չի ապրում, իրենք ասֆալտ են տանում այդ գյուղերը եւ դպրոց են սարքում, դա ընդամենը մեկ նպատակ ունի։ Իրենց գռդոնը անում են բոլոր դեպքերում։ Իմաստը որն է, տանում եք դպրոց եք սարքում մի գյուղում, 240 հատ դպրոց փակում են, մի 30 հատ սարքել են ու ուրախանում են։ Մի գյուղում սարքում են, 4 գյուղում փակում։ Մեր մոտ։ Այսինքն այդ գյուղում էլ երեխա չի ծնվել այդ 4 գյուղ։ Սպիտակում ասֆալտ են արել անցյալ տարի, այսօր արդեն քանդում են։ Լոռեցի այս տղամարդու միակ ցանկությունն է, որ ընտրվելու դեպքում Սամվել Կարապետյանն աչքաթող չանի սպիտակը։ Հայաստանում չի լինի շրջան, որ մենք աչքաթող անենք, առավել եւս սպիտակի շրջանը, ամենատուժված շրջանը, դուք կարողա չգիտեք, բայց երկրաշարժի ժամանակ նստած եմ եղել Սպիտակեն Ռասիա ճանապարհի վրա ռեստորանում, ես ամեն ինչ տեսել եմ երկրաշարժի օրը։ Եվ վերջում իր անվան շուրջ ամենատարածված միֆերից մեկին է արձագանքում Սամվել Կարապետյանը։ Ասում են, թե ուժեղ Հայաստանի ընտրվելու դեպքում հայ զինվորները կռվելու են ռուս-ուկրաինական պատերազմում։ Գիտեք ինչ են անում։ Ըստ Սամվել Կարապետյանի, Փաշինյանի թիմն է ակտիվ տարածում այս թեզը, որը իր ծիծաղն է միայն առաջացնում։ Դուք վստահ եղեք, մեկ մարդ չի գնալու ուրիշ երկրներում կռվելու համար։ Մեր մարդիկ ծառայելու են մեր ուժեղ, կահավորված, ճիշտ տեխնիկայով բանակում, ինչ այս մարդիկ քանդեցին հիմնահատակ։ Սամվել Կարապետյանն իր հյուրերին նորից հիշեցնում է, ինքը երբեք մտադրություն չի ունեցել քաղաքականություն մտնելու, բայց հիմա չի կարող լուռ հետևել այն ամենին, ինչ Հայաստանի հետ անում է ներկա իշխանությունը։ Ես իմ շատ լավ կյանքը փոխում եմ սրա հետ։ Ինձ հավատացեք, իմ կյանքում սա վերջի բանն էր, որ ես կուզեի իմ ընտանիքի համար։ Բայց երբ մենք արդեն պատերազմ ենք հայտարարում մեր եկեղեցու դեմ, այսինքն ինչի մասին ենք խոսում։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր Կիրակի։